Բարի օր, եկեք խոսենք Փաշինյանի ու հայ արգելական եկեղեցու հարաբերություններից։ Ես չեմ ուզում շատ կրկնվել, գիտեմ, որ երևի այս թեմայից հոգնած եք, որովհետև մի շաբաթվա ընթացքում Փաշինյանը, այսպես ասած, խաչակրաց արշավանք է սկսել այն եկեղեցականների դեմ, որոնք ըստ իրեն խախտել են այդ կուսակրոնության երդումը, ինչ որ սեռական հարաբերություններ են ունեցել, երեխաներ ունեն, որոնց մասին մենք չգիտենք, այդ ամեն ինչը տեսել եք, լսել եք, քեռու կնգա մասին մի խոսքով գիտեք։ Բայց եկեք հասկանանք Փաշինյան եկեղեցի կոնֆլիկտն ու դրա կոնտեքստը, ինչի այս ամեն ինչը եղավ ու ոնց եղավ։ Դրա համար մենք միասին կվերհիշենք այս դեպքի նախորդող իրադարձությունները ու կնայենք կարևոր փաստերին, հետ են գնալու 2018 թվական ու տենց վերհիշելով գալու ենք հասնենք մեր օրեր։ Փաշինյան եկեղեցի հարաբերությունների քննարկումը ես ուզում եմ սկսել հետ գնալով 2018 թվականի սեպտեմբեր ամիս, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այս լուսանկարը։ Կարծում եմ, որ լուսանկարը իսկապես պատմական է, որովհետև նման դրական դրվագներ Փաշինյանի ու կաթողիկոսի հարաբերություններում քիչ են։